Վարձ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր ապրիլի 19-ն է, հիմնական թեման կրկին Իրանն է։ Տեսնում եմ, որ աշխարհում տարբեր երկրներից հեղինակավոր փորձագետներ մինչև վերջ գլուխ չեն հանում, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Երկու օր առաջ մենք խոսում էինք այն մասին, որ Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ Հորմուզի նեղուցը բացվում է։ Դրանից հետո մի շարք հայտարարություններ եղան Թրամփի կողմից, շատ լուրջ հայտարարություններ, որոնք որ յուրաքանչյուր մեկին թույլ էին տալիս ենթադրել, որ պատերազմը ավարտված է։ Այդ հայտարարություններին հակառակ հայտարարություններ չարեց Իրանի արտգործնախարարը, ամենակարևորը սա է, եւ ընդհանուր այնպիսի մթնոլորտ ստեղծվեց, որ բոլորը եզրակացրին, որ պատերազմը ավարտված է, Ամերիկայի Միացյալ Նահանգները հաղթանակ է տարել, իսկ դրանից հետո մենք ականատես եղանք մի շատ հետաքրքիր զարգացման, որով որ փաստացի մենք արդեն համոզվում ենք, որ Իրանում հաստատվել է երկիշխանություն, նույնիսկ կարելի ասել, որ արդեն երկիշխանություն էլ չէ։ Արտգործնախարարը Իրանի եւ Իրանի նախագահը արդեն չունեն որևիցե լուրջ ձայն Իրանում եւ նրանց հայտարարությունները մեծ հաշվով ոչ մի նշանակություն չունեն։ Մանրամասն կխոսենք այս թեման ու կհասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Իրանում, ինչ մեծ բաժանում առաջացավ այդ համակարգի մեջ եւ ինչ էր սա խաղեր, թե իրականում Իրանում տեղի ունեցավ այն, ինչ շատերը կանխատեսում էին իշխանության ներսում պայքար եւ հիմա կարծես թե հաղթանակ տարավ ծայրահեղական թևերից մեկը։ Նախքան այս հարցերին անցնելը, մանրամասն քննարկելը, կոչ եմ անում կրկին բաժանորդագրվել։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ հետևելով մեր կոչին բաժանորդագրվեցին մեր ալիքին, ակտիվ լայքում են, մեկնաբանում են եւ կրկին կոչ եմ անում անպայման բաժանորդագրվել եւ լայքել։ Հայաստանից շատ բան չկա խոսելու, հետաքրքիր մի հայտարարությամբ է հանդես եկել Զախարովան, Ռուսաստանի արտգործնախարարության մամլոք արտուղար Զախարովան, նա հիմնականում եվրոպացիներին է փորձել քննադատել եւ ասել է, որ Եվրոպան ցանկանում է իր ձեռքը վերցնել ուկրաինական չեռնոզյոմը, ռուսական նավթը եւ գազը եւ տարածվել մինչեւ հարավային Կովկաս եւ Միջին Ասիա, այսինքն այդ ամենը իր ձեռքը վերցնել, իր ազդեցության տակ վերցնել, սա կրկին մեկ անգամ եւս մեզ ցույց է տալիս այն, որ Ռուսաստանի Դաշնությունը իր արտաքին քաղաքականությունը վարելիս առաջնորդվելու է շատ ագրեսիվ քաղաքականությամբ ընդդեմ եվրոպական երկրների, հարավային Կովկասի եւ միջին ասիական երկրների։ Այսինքն հստակ հիմք եւ հող են նախապատրաստում, իրենց մտքում դա կա, որ իբր Եվրոպան փորձում է իրենց ձեռքից խլել այդ ամենը, այսինքն նույնիսկ այն ինչ իրենց չի պատկանում, իրենք համարում են, որ իրենց է պատկանում եւ համարում են, որ Եվրոպան փորձում է խլել իրենց ձեռքից այդ ամենը։ Հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Ceyhun Bayramova, Ադրբեջանի արտգործնախարարը։ Այս օրերին շատ հայտարարություններ են հնչել Թուրքիայում եւ ուղղակի պետք է մենք ուշադիր լինենք, հասկանանք, թե ինչ է ասում Ադրբեջանը, ադրբեջանական կողմը արդյոք փոփոխություն կա իրենց դիրքորոշման մեջ թե չկա, եւ կարծում եմ, որ այս հայտարարություններից կարող է ընդհանուր, եթե վերցնենք, կարելի է այն եզրահանգմանը գալ, որ բարեբախտաբար մեծ փոփոխություններ մենք չենք տեսնում Ադրբեջանի քաղաքականության մեջ, կարծես թե խաղաղության կողմնակից են, կարծես թե չի շտապի 100%-ով վստահ գնահատականներ տալ, բայց այս հայտարարությունները իրոք լավատեսություն են ներշնչում, առավել եւս որ Թրամփի կողմից արող հայտարարություններ չեն։ Ուրեմն ինչ ասում Բայրամովը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին։ Մենք բավականին լավատեսական ենք տրամադրված այս հարցում, ասում է Բայրամովը, բայց կարևոր է այստեղ նշել, որ կրկին սահմանադրության թեմայից են իրենք խոսում, կրկին այդ հարցը բարձրաձայնում են։ Հիմնականում այսքանը Հայաստանին վերաբերվող
հարցերից, գիտեք, Նիկոլ Փաշինյանը նախընտրական իր համերգով մեկնել է Գյումրի, հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, նախկինում նախընտրական համերգներ տեղի էին ունենում, բայց որ վարչապետի մասնակցությամբ ինքը անձամբ համերգ հայտարարեր եւ այդ համերգը տեղի ունենար իր կատարմամբ, դա արդեն նախկինում անհնար էր նման բան պատկերացնելը։ Բայց այս հարցին չեմ ցանկանում անդրադառնալ, երկար խոսելու մեծ հաշվով ոչինչ չկա։ Միանգամից խոսենք նրանից, թե ինչ կա Իրանի շուրջ։ Ուրեմն, Աբբաս Արաքչիի հայտարարությունից հետո, Իրանի արտգործնախարարի հայտարարությունից հետո, որ Հորմուզի նեղուցը բաց է, իսկ այն բաց մնաց մի քանի ժամերի ընթացքում, եղավ հայտարարություն Իրանի այդ հեղափոխության կորպուսի պահապանների կողմից, գեներալներից մեկի կողմից, որ չէ, մենք կփակենք Հորմուզի նեղուցը մինչև այն ժամանակ, քանի Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն վերացրել Իրանի ծովային բլոկադան։ Արտգործնախարարը կրկին հայտարարեց, որ Հորմուզը բաց է, ինչին ավելի կոշտ արդեն արձագանք եղավ հեղափոխության կորպուսի այդ պահապանների կողմից եւ հստակ հասկացրին, որ արտգործնախարարը նման հարցերը չի կարող որոշել, պատերազմական ժամանակահատվածում է գտնվում Իրանը, դրա համար իրեն հիմա շատ արագ չեն ազատում իր գործից։ Եվ Իրանը իրոք փակեց Հորմուզի նեղուցը, գիտեք այն հայտարարությունները, տեղեկությունները, որոնք որ երեք կային, նույնիսկ կային տեղեկություններ, որ երկու նավի ուղությամբ կարակ է բացվել, հարձակվել են երկու նավերի ուղությամբ, հետո 20 նավեր վերադարձել են Օման շատ արագ։ Այսօր էլ ունենք մի քանի հետաքրքիր տեղեկություն, օրինակի համար այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստում են իրեն դեսանտի միջոցով իջնել իրանական նավերի վրա։ Դրանից բացի կա տեղեկություն, որ Մոջտաբա Խամեյնին, չգիտեմ, կա չկա նման մարդ իրականում կենթանի չէ, բայց իբր հրամայել է, որ իրենց զինված ուժերը բարձր պատրաստվածության բերվեն, որպիսի եթե անհրաժեշտություն առաջանա, հարված հասցնեն թշնամու։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ուզում է կրկին փակել Հորմուզի նեղուցը, ինչպես արել են տարիներ շարունակ, բայց չեն կարող շանտաժի ենթարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ինքան հայտարարություն է անում Թրամփը, որ այդ հայտարարություններից գլուխ չես անում, վերջում հետաքրքիր մի պահ կա իր հայտարարությունների հետ կապված, հետաքրքիր տեղեկություններ ունենք, բայց նախքան դա պաշտոնական այլ հրապարակումների եւ մամուլում հայտնված կարևոր տեղեկություններին անդրադառնանք, ուրեմն կա տեղեկություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն բլոկադայի է ենթարկում հիմա Իրանը, այլ նաեւ շատ կարևոր նավեր է, տանկերներ կարող է արգրավել, ձերբակալել այդ ջրերում, հետաքրքիր նոր գործողության է անցնում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգները դրանով կարող է վերահսկել նաեւ Իրան զենքի տեղափոխումը, օրինակի համար նույն Չինաստանը, չնայած Չինաստանը նաեւ ցամաքով կարող է իրականացնել այդ ամենը։ Նաեւ Ապաչ ուղաթիռներ են տարբեր հատուկ գործողությունների համար արդեն գործարկել Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպիսի անհրաժեշտության դեպքում փորձեն բացել Հորմուզի նեղուցը, բայց Գալիբաֆը Իրանի խորհրդարանի նախագահը նոր հայտարարություններով է հանդես եկել, ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձել են ականազերծել Հորմուզի նեղուցը, բայց լուրջ ձևով իրենց զգուշացրել են եւ 15 րոպե որոշում կայացնելուց հետո իրենք հեռացել են, այդ ամենը տեղի ունեցել Իսլամաբադում, ճիշտ ասած մի փոքր չես հասկանում թե ինչ է ասում Գալիբաֆը, քանի որ Իսլամաբադը ուր այդ գործողությունները Հորմուզի նեղուցում ուր եւ ըստ Գալիբաֆի Իսլամաբադում ամերիկացիներն ասել են, որ եթե փորձեք առաջ գնալ, մենք կհարվածենք ձեզ։ Նրանք խնդրեցին 15 րոպե եւ արդեն հրաման եղավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվեն այդ գործողությունից։ Կա մի հետաքրքիր տեղեկություն նույնպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ տեղեկությունը ակտիվ տարածվում է։ Wall Street Journal-ը տեղեկացնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թրամփի խորհրդականները խորհուրդ են տալիս Թրամփին քիչ հայտարարություններով հանդես գալ, քիչ հարցազրույցներ տալ, քանի որ բազմաթիվ հակասություններ են առաջանում Թրամփի հարցազրույցների
պատճառով, այսինքն արդեն համարձակություն են գտել Թրամփի խորհրդականները այսպիսի խորհուրդ տալ Թրամփին, քանի որ իրոք հակասական հայտարարություններ է անում Դոնալդ Թրամփը, այսօր նույնիսկ հաշվել էին, թե քանի գրառում է կատարում Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցում, 1 ժամվա մեջ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցում արել է 37 գրառում։ Ասում են, որ նույնիսկ ամենալավ ակտիվ բլոգերները կարող են նախանձեն նախագահ Դոնալդ Թրամփին, այդքան հաճախ եւ արագ է անում ինքը հայտարարություններ։ Մեկ կարևոր տեղեկություն եւս, սա արդեն հուտիներից, որ հուտիները պատրաստվում են փակել Էլ-Մանդեբի նեղուցը, եթե Դոնալդ Թրամփը շարունակի խոչընդոտել խաղաղությանը։ Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։ Հետաքրքիր այլ տեղեկություններ եւս ունենք Իրանից։ Մամուլում են հայտնվել այնպիսի հետաքրքիր տեղեկություններ, ըստ որոնց Իսլամական կորպուսի, այդ հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ախմադ Վախիդին իր ձեռքն է վերցրել Իրանի ղեկավարությունը եւ ոչ միայն ռազմական գործողություններն է նա ղեկավարում, այլ նաեւ փաստացի Իրանը եւ նույնիսկ բանակցությունները եւ նույնիսկ բանակցային գործընթացները նույնպես անցել են նրա ձեռքը եւ սա նշանակում է այն, որ շատ հնարավոր է արդեն բանակցությունները տեղի չունենան Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, որոնք որ պլանավորում էին անցկացնել Կիրակի, հետո հետաձգվեցին երկուշաբթի, խոսք կար նաեւ շաբաթվա վեր, տեսնենք, այս մի քանի օրերի ընթացքում շատ բան ավելի པարզ կդառնա։ Հրադադարը ավարտվում է արդեն ապրիլի 21-ին եւ մինչեւ այս ժամանակ կարծում եմ շատ բան པարզ կդառնա։ Հեղափոխության կորպուսի պահապանների հաջորդ գեներալներից մեկը Մուսավին ասում է, որ Իրանը կարողացել է վերականգնել իր հրթիռային հնարավորությունները 70%-ով եւ շատ արագ ձևով վերականգնում է Իրանը իր հրթիռային հնարավորությունները, արագ մաքրում են գետնի տակ, հողի տակ մնացած հրթիռները, որպեսզի ապագայում նույնպես, եթե հիմա պատերազմ սկսվի, Իրանը կարողանա օգտագործել այդ հրթիռները ընդդեմ Իսրայելի։ Եվ ահա այս ֆոնի վրա Թրամփը կրկին հարցազրույցներ է տալիս եւ NBC News-ին տեղեկացրել այն մասին, որ Իրանը շատ հնարավոր է, շատ լուրջ խախտում է իրականացնում հրադադարի, բայց նույն ժամանակ Թրամփը դերևս կարծում է, որ հնարավոր է հասնել խաղաղության եւ նա ավելացնում է, որ դա այսպես թե այնպես այնուամենայնիվ տեղի կունենա հեշտ կամ դժվար ճանապարհով։ Կան նաև տեղեկություններ, որ Թրամփը իբր դեմ է Խարկ կղզու գրավման։ Այստեղ նաև կարևոր է նշել, որ լրացուցիչ ուժեր են գալիս անընդհատ Մերձավոր Արևելք, նաև ավիակիրներ են մոտենում, այնպես որ շատ հավանական է նոր ռազմական արդեն բախում Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ 2 օր առաջ լրիվ այլ բանի մասին ենք խոսում, բայց ինչպես արդեն նշեցի, տեղեկությունները կարծես թե ավելի ու ավելի հստակ են դառնում այն մասին, որ թե Փեզեշկյանը եւ թե արտգործնախարար Աբբաս Արաքչին այլևս Իրանում ոչ մի բան չեն որոշում, նախկինում էլ այնպես չէ, որ շատ բան էին որոշում, բայց հիմա ավելի քիչ ունեն հնարավորություն որոշումներ կայացնելու։ Փեզեշկյանը նաև հայտարարություն է արել այն մասին, շատ մեղմ հայտարարություն, որ Իրանը հրաժարվում է, չի համաձայնվում, ոչ մի կերպ չի համաձայնվի հանձնել իր հարստացված ուրանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպում են, բայց Իրանը չի համաձայնվում։ Եվ ահա այս ֆոնին հանկարծ չէ նաև Լիբանանում, հիշում եք Թրամփը արգելել էր Իսրայելին հարվածներ հասցնել, բայց Իսրայելը լավ էլ հարվածներ հասցնում է։ Այսօր նույնպես Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Հեզբոլլահի ահաբեկիչներին, այնպես որ հրադադարը խախտված է նաև Իսրայելի կողմից, հնարավոր է նաև Հեզբոլլահի կողմից նույնպես։ Ուկրաինայի մասով շատ բան չկա խոսելու, երևի տեղեկացաք, որ երեք շատ լուրջ, շատ ցավալի ահաբեկչություն տեղի ունեցավ Կիևում, սպանվել է 6 մարդ, եւս 10 վիրավորվել է, այդ թվում նաև երեխաներ կան, հոսպիտալացված բազմաթիվ մարդիկ, այս մասին տեղեկացրեց Զելենսկին, ահաբեկչին կարողացել են ոչնչացնել։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։